Բոլոր այն իրավիճակները, երբ դուք նկատում եք, որ սրտի ռիթմը խախտված է, անկանոն է, արագ է, սրտխփոց է առաջացնում, տագնապի զգացողություն է առաջացնում, կամ ընդհակառակը դանդաղ է, միգուցե երբեմն ձեզ մոտ կարող են լինել գլխապտույտներ, աչքերի առջև մթագնելու կամ վարակույրի զգացողություն և որոշ ծայրահեղ դեպքերում նույնիսկ կարող են հանգեցնել գիտակցության կորստի, սինկոպեի, և սինկոպեների պարագայում մենք պարտադիր պետք է իրականացնենք աղտոտիչ հետազոտություններ, որպեսզի վստահ լինենք, որ դրանք սրտից չեն առաջացել և վտանգ չեն ներկայացնում մարդու կյանքի համար։ Գանգատներից ևս մեկը, որի վրա կառաջարկեի ուշադրություն դարձնել, դա կրծքավանդակում ցավի կամ առանձնահապայմանների հեվոցի առկայությունն է։ Եթե մենք ունենում ենք տիպիկ բնույթի ցավ մեր կրծքավանդակում, որը սեղմում է, խեղդում է, տարածվում է դեպի ձախ ձեռքը կամ միգուցե երկու ձեռքերը միաժամանակ, ստորին ծնոտը և ուղեկցվում է որոշակի ռիթմի խանգարումով, սա կարող է կապված լինել ավելի վտանգավոր տեսակի ռիթմի խանգարումների առաջացման հետ։ Եվ իհարկե շնչարգելությունը կամ հեվոցը նույնպես, որը առաջանում է ակամայից առանց որևէ ֆիզիկական ծանրաբեռնվածության, նույնպես կարող է նշան լինել ռիթմի խանգարումների առկայության։ Եթե փորձենք առանձնացնել մի քանի կարմիր դրոշակ, որոնց դեպքում մենք պետք է համեմատաբար շտապ կարգով ուշադրություն դարձնենք մեր ռիթմին, ապա դրանց մեջ կմտնեն առաջինը արտահայտված գլխապտույտները, երկրորդը չափից շատ արագ սրտազարկը, երբ պուլսը բարձրանում է 150-ից ավել ինչ-ինչ իրավիճակներում, երրորդը սինկոպեն կամ գիտակցության կորուստը, չորրորդը կրծքավանդակում ցավի առկայությունը և հինգերորդը աչքերի առջև մթագնումը։